Խելոք որդին, լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի գյուղացի, ունենում է մինուճար տղա։ Գյուղացին իր տղային տարբեր դպրոցներ է ուղարկում, որպեսզի նա խելոք մարդ դառնա։ Մի անգամ հոր տանտանիքին ագռավը սկսում է կռկռալ։ Հայրը հարցնում է տղային. «Ինչու է կռկռում ագռավը»։ «Դու շատ իմաստություններ ես սովորել, պիտի որ հասկանաս»։ «Որտեղից իմանամ», պատասխանում է տղան։ «Ես հո ագռավների դպրոցում չեմ սովորել»։ Այդ ժամանակ հայրը մի տարով տղային ուղարկում է ագռավների դպրոց։ Տարվա վերջին մի ագռավ է թռչում գալիս հոր մոտ եւ ասում. «Ես քո տղան եմ ագռավների դպրոցից, վաղը դու պիտի գաս իմ ետևից, այնտեղ շատ աշակերտներ կան, բոլորն էլ դարձել են ագռավ, դու կճանաչես ինձ այդ երամի մեջ, եթե չճանաչես, ստիպված պիտի այնտեղ մնամ, հիշիր, թե ոնց պիտի ինձ ճանաչես, մենք բոլորս պիտի նստենք երկար ձողի վրա, առաջին անգամ ես կլինեմ այս կողմից երրորդը, երկրորդ անգամ հինգերորդը, երրորդ անգամ իմ աչքի մոտով մի մոծակ կթռչի»։ Ասում է ագռավը ու թռչում։ Մյուս օրը հայրը գնում է ագռավների դպրոցը։ Ագռավները արդեն նստել էին ձողին։ Հայրը պետք է գտներ, թե որն է իր որդին։ «Երրորդը», ասում է հայրը։ Ճիշտ է, գտար։ Դրանից հետո ագռավները թռչում են, խառնվում ու նորից նստում ձողին։ Հայրը նորից հեշտությամբ գտնում է տղային. «Հինգերորդը»։ Այո, ճիշտ է, գտար։ Հետո ագռավները նորից թռան, խառնվեցին իրար ու նստեցին ձողին։ Հայրը տեսնում է, որ մի ագռավի աչքի մոտով մոծակ է թռնում։ «Սա է», ասում է նա։ Ագռավը դառնում է տղա եւ նրանք ծովով գալիս են տուն։ Երբ նրանք լողում էին ծովով, կայմի ծայրին մի ագռավ է կռկռում։ «Դու սովորել ես ագռավների դպրոցում, ասա ինձ, ինչի մասին է կռկռում այս ագռավը», հարցնում է հայրը։ Հայրիկ, եթե պատմեմ, թե ինչի մասին է կռկռում այս ագռավը, դու ինձ ծովը կգցես, չեմ կարող քեզ պատմել։ Հայրը բարկանում է տղայի վրա այդպիսի պատասխանի համար եւ նրան ծովն է գցում։ Սակայն տղան չի խեղդվում, դառնում է ձուկ, լողում մինչև ափը եւ դառնում նորից մարդ։ Ափին նա հանդիպում է մի ծերուկի, սկսում է ապրել նրա տանը։ Ապրում է այնտեղ մի որոշ ժամանակ։ Ու մի օր էլ ասում է ծերուկին. «Վաղը ես կդառնամ երգող թռչնակ, դու կտանես ինձ քաղաք ծախելու, միայն տես հա, վանդակը չծախես»։ Մյուս օրը ծերուկը թռչնակին տանում է քաղաք։ Նրան հանդիպում է թագավորի աղջիկը։ Արքայադուստրը լսում է թռչնակի հրաշալի երգը եւ գնում է նրան, շատ փող տալով ծերուկին։ Իսկ վանդակը ծերուկը չի ծախում։ Թագավորի աղջիկը վերցնում է թռչնակին եւ գնում վանդակ առնելու։ Մինչ նա խոսում է վանդակ ծախողի հետ, թռչնակը դուրս է թռչում նրա ձեռքից եւ ծերունուց էլ ավելի շուտ հասնում նրա տուն։ Շուտով պատանին նորից ասում է ծերուկին. «Վաղը ես կդառնամ, տար ինձ քաղաք ու ծախիր, բայց հիշիր, պարանը չծախես»։ Ծերուկն այդպես էլ անում է։ Եզը ծախում է առանց պարանի։ Եզը գնողը սկսում է պարան փնտրել, իսկ եզն այդ ժամանակ պոկվում է նրա ձեռքից եւ վերադառնում ծերունու տուն։ Շուտով պատանին նորից ծերուկին ասում է. «Վաղը ես ձի կդառնամ, տար ինձ քաղաք ու ծախիր, միայն հիշիր, ոսկե սանձը չծախես»։ Ծերուկը ձիուն տանում է քաղաք, բայց այնտեղ ագահությունը հաղթում է նրան, եւ նա ձիու հետ միասին սանձն էլ է ծախում։ Իսկ ձին գնում է այն կախարդը, որն ագռավների դպրոցում 1001 կախարդանքներ էր սովորեցրել նրանց։ Կախարդը ձիուն տանում է ախոր
եւ ախոռապանին հրամայում վատ կերակրել նրան։ Բարեբախտաբար ախոռապանը չի լսում նրան եւ լիուլի կերակրում է ձիուն։ Իսկ հետո էլ ազատ է հարձակում։ Ձին սլանում է, կախարդն էլ նրա ետևից։ Վազում են նրանք, վազում, մինչև հասնում են ծովի ափ։ Ծովի մոտ ձին դառնում է ձուկ, կախարդը նույնպես, եւ լողում են նրանք ծովում։ Ծովի մյուս ափին թագավորի պալատն էր, իսկ պալատի առաջ թագավորի 3 աղջիկները լվացք էին անում։ Առաջին ձուկը դուրս է թռչում ջրից, ընկնում թագավորի աղջիկների մոտ եւ դառնում ալմաստե մատանի։ Թագավորի կրտսեր աղջիկը առաջինն է տեսնում մատանին, այն հագցնում է մատին ու վազում տուն։ Պալատում մատանին դառնում է պատանի եւ իր գլխին եկածը պատմում աղջկան։ Եվ ասում է, թե էլ ինչ է լինելու։ Նա ասում է, որ երեկոյան պալատ կգան երաժիշտներ եւ նրանց հետ էլ կախարդը։ Նվագի դիմաց նա կպահանջի ալմաստե մատանի, բայց մատանին չի կարելի տալ նրան։ Ինչպես պատանին ասել էր, այդպես էլ լինում է։ Երեկոյան պալատ են գալիս հրաշալի երաժիշտներ եւ այնպես լավ են նվագում, որ բոլորը հիացած լսում են։ Երբ նվագը վերջացնում են, թագավորը հարցնում է, թե ինչ վարձատրություն են ուզում նվագի դիմաց։ Մենք ոչինչ չենք ուզում։ Միայն քո փոքր աղջկա մատի ալմաստե մատանին ենք ուզում։ Վերցրեք, համաձայնվում է թագավորը։ Բայց աղջիկը ոչ մի կերպ չի համաձայնվում տալ մատանին։ Այդպես էլ երաժիշտները դատարկաձեռն վերադառնում են։ Մատանին նորից է դառնում պատանի եւ ասում է թագավորի աղջկան. Վաղը երաժիշտները նորից կգան եւ իրենց նվագի դիմաց նորից կխնդրեն ալմաստե մատանին։ Եթե չկարողանաս հրաժարվել, մատանին գցիր աթոռի տակ։ Այդպես էլ լինում է։ Հաջորդ օրը երաժիշտները գալիս են եւ ավելի լավ են նվագում, քան նախորդ օրը։ Նվագը վերջացնում են ու նորից պահանջում ալմաստե մատանին։ Արքայադուստրը չի ուզում տալ մատանին, բայց երաժիշտները փորձում են ուժով խլել։ Այդ ժամանակ արքայադուստրը մատից հանում է մատանին եւ գցում աթոռի տակ։ Երաժիշտները իսկույն դառնում են ագռավ, իսկ մատանին դառնում է բազե եւ սկսվում է կռիվը։ Բազեն ավելի ուժեղ է լինում եւ իհարկե ագռավներին քշում է։ Հետո բազեն նորից դառնում է պատանի, ամուսնանում է կրտսեր արքայադստեր հետ։ Թագավորը նրան է տալիս իր թագավորությունը եւ նրանք ապրում են ուրախ ու երջանիկ։